Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ 235 միլիոն դրամ տրանսպորտից, ինչի հաշվին է աճել հավաքագրումը։ Որն է Երևանի քաղաքապետարանի ամենակարևոր նախագիծը, ինչ է հանձնարարել Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Գետերի մակարդակը բարձրանում է, ինչ է նախազգուշացնում հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը։ Մայակովսկի գյուղի փողոցները ջրի տակ, ինչու է վարարել գետառը։ Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր փուլ, Թեհրանը կգնա արդյոք նոր բանակցությունների։ Պարզվում է վերջին երկու շաբաթվա ընթացքում նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ հանրային տրանսպորտի վճարումներից հավելյալ 235 միլիոն դրամ է հավաքագրվել։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը արձանագրել է, որ հանրային տրանսպորտի ուղևարձի հավաքագրման ընթացքը բավականին արդյունավետ է նախկինում տրանսպորտի համար չվճարող անձանց վճարելու հաշվին։ Որ կանել, որ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման տեսանկյունից եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է եւ փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթվա ընթացքում, հարգելի գործընկերներ, ուզում եմ ես թվերը բոլորս միասին արձանագրենք եւ բոլորը լսեն, թե ինչ թվերի մասին է խոսքը եւ նորից կրկնեմ բոլոր այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաեւ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաեւ կարելի ասել սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։ Իսկ մենք այս պահին ունենք գալի 45 տրոլեյբուսներ, ուր են հասել մեր տրոլեյբուսները, պարոն Էվոյան։ Տրոլեյբուսների վերջնական այս պահին թարմացված ինֆորմացիա չկա, բայց պետք է որ Ռուսաստանի տարածքում լինեն։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Ավինյանը նաև ընդգծել է, որ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է։ Ավինյանը հորդորել է, որ հետայսյու բոլոր զեկույցներում առաջին հերթին ներկայացվի հենց մետրոյի կայարանի շինարարության ընթացքը։ Ես պահանջում եմ, որ շաբաթական ռեժիմով մենք ունենանք այդ ուղղությամբ արված աշխատանք եւ ամեն շաբաթ ունենանք զեկուցելու նյութ, որը նշանակում է, որ ես ինքս անձամբ շաբաթական ռեժիմով, երբ որ պետք է գործընկերներին զանգահարել, նամակ գրել, գրություն ուղարկել, չգիտեմ, հոգնածնել, զզվացնել իրանց այս թեմայով, ես նույնպես դա իրականացնելու եմ։ Եվ այսուհետ շաբաթական ռեժիմով Տիկին Բաբայան, ես ակնկալելու եմ, որ դուք զեկուցելու եք այն քայլերի մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում մենք իրականացրել ենք, որպեսզի այս ծրագիրը եւս մի քայլ, 2 քայլ, 3 քայլ, 4 լոնգ առաջ գնա։ Քաղաքապետարանում քննարկվել է նաև Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը հայտնել է, որ աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Նշեմ, որ դեպքի առթիվ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Սանհանգույցում, որտեղից արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել, ինչով է պայմանավորված, ներս է մտել, լույսը վառել է եւ պայթյունը տեղի է ունեցել։ Ըստ բժիշկների տեղեկությունների գտնվում է կայուն ծանր վիճակում, հուսանք, որ ամեն ինչ բարեհաճող ավարտ կունենա, շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, նախ առողջական վիճակից հասկանանք։ Պարոն քաղաքապետ, երկուսի վիճակն է գնահատվում է կայուն ծանր, առավոտյան, բայց մի փոքր դրական դինամիկա կա, 15% ախտահարում ամաշկի եւ ձեռքերի եւ դեմքի շրջանում, կարևորը շնչառական օրգանները ախտահարված չեն, մաքուր են այս պահին, կայուն ծանր է գնահատվում, բայց դրական դինամիկայով։
Պարոն Կարոյան, պատճառների մասին նաև խոսել, որ հասկանամ ինչպես է այդպես ստացվել։ Պարոն քաղաքապետ, Սանանգույցի հատվածում գոյողագծի միջոցով բիոգազի, շմոնգազի կուտակում է տեղի ունեցել, որը որ հանդիսացել է այդ պայթյունի առաջացման հետևանքը առաջացել։ Սա նշանակում է, որ մենք ամբողջական մոնիտորինգ պետք է անցկացնենք աղբավայրում բոլոր հատվածներում, որտեղ որ նմանատիպ վտանգ կա, որովհետև իհարկե տենց շատ վատ դեպք է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի, սա կարող է լինել նաև զոհերով։ Այսինքն բավականին վտանգավոր միջավայր է եւ պետք է մաքսիմալ համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Անվտանգության ամենաբարձր կանոնները պետք է պահպանվեն։ Գործակարգավարական նիստում չեն քննարկվել հանգստյան օրերին տեղի ունեցած հեղեղումները, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ գետերի ավազաններում հեղեղումների վտանգով պայմանավորված փրկարար ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել է, որ գետերում ջրի մակարդակը բարձրացել է։ Այս նախազգուշացումների ֆոնին արդեն կոնկրետ դեպքեր են արձանագրվել։ Աբովյանի խոշորացված համայնքի Մայակովսկի գյուղում երեկվանից մի շարք փողոցներ ջրի տակ են։ Գետառ գետի վարարելու հետևանքով ջուրը դուրս է եկել հունից և լցվել բնակիչների բակեր և հողամասեր։ Բնակիչների խոսքով գետի վարարման և հունից դուրս գալու պատճառը գետի մաքրման բացակայությունն է, որը վերջին անգամ կատարվել է 10 տարի առաջ։ Օրերս մեր նկարահանող խումբը եղել էր այդ հատվածում, դիտենք Անահիտ Սարգսյանի ռեպորտաժը։ Գետառն է, Երևանի սրտում գտնվող գետը, որի կամրջով ժամանակին անցնում էին Մետաքսի ճանապարհի քարավանները։ Ժամանակի ընթացքում գետը կորցրեց իր երբեմնի նշանակությունը։ Այսօր պատկերը լրիվ այլ է։ Այստեղ վխտում են առնետներ, իսկ գարնանը հատկապես անձրևներից հետո գետառը հաճախ վարարում է։ Մի քանի օր առաջ է գետի ջուրը աղբի հետ լցվել բակեր, նկուղներ ու տներ։ Ոտներներս ջրի մեջ ման էին գալիս, այստեղ վարձով էին ապրում մարդիկ, ամբողջ կահույքը թափեցին, գնացին։ Երեխեն քնած տեղը աչքը բացել էր, աղջիկը տեսել էր ջուրն արդեն իրան է հասնում։ Որտեվ տունը ցածր է, ներքև է իջնում ես, ներքև։ Ամբողջ ջուրը մեջն էր լցվել։ Չենք քնում, ոչ թե վախենում։ Չենք քնում, պահակ են կանում։ Այս քարերը վերևից ջուրը քշում բերում է, նայ, տես։ Հեն անայ ջուրը տեսնում ես որտեղ է բարձրացել։ Մտնում են տաշտային, այնտեղ է լցվում։ Վիճակը սա է։ Սևանի փողոցի գետամերձ թաղամասում արդեն 60 տարի բնակվող մի բնակիչ հիշում է, ժամանակին գետը մաքուր եւ առողջ էր։ Կրիա կար, ծուկ կար, մաքուր ջուր էր։ Մաքուր ջուր։ Մտնում ենք մեջը նորմալ է։ Վարարման հետքերը տեսանելի են ամենուր։ Աղբով փաթաթված ծառեր, վնասված տներ։ Բնակիչներն ասում են, տարիներ շարունակ վիճակը չի փոխվում եւ շատերը ստիպված հեռանում են այստեղից։ Ավելի քան 30 տարի է գետը պատշաճ չի մաքրվել, պատմում են հարևանները։ Երբեմն իրենք են մաքրում գետից դուրս բերելով տարատեսակ, երբեմն էլ անհասկանալի իրեր։ Ինքս ժեշտեր են, կրիշի ժեշտը գցել են մեջ, այնտեղ էլ դամբա են կապել, տեսնում ես, այնտեղ դամբ են կապել են, նեղվում է, քանի անգամ ադաները ջուր լցվե, մեր դունն էլ ալսվե, հարևանի դունն էլ ալսվե։ Մինչդեռ քաղաքապետարանից վստահեցնում են, մաքրման աշխատանքներ իրականացվում են ամեն տարի, եւ այս տարի նախատեսվում է մաքրել ավելի քան 4000 խորանարդ մետր տարածք։ Ներկայումս աշխատանքներ են իրականացնում, մոտավոր մոտ 60-70% արդեն իսկ արված աշխատանքների։ Հիմա կոնկրետ իրականացնում են այդ կինո հայրենիքի հատվածում մաքրման աշխատանքները, մեկ էլ Ավանում։ Իսկ ձեր նշված հասցեում մոտավոր իմ կարծիքով, եթե ոչ վաղը, մյուս օրը արդեն մաքրման աշխատանքները կսկսեն։ Բնակիչներն էլ ընդունում են, խնդրի մի մասը իրենցից է կախված։ Աղբը գետում չի հայտնվի, եթե մարդիկ չնետեն։ Մի բնակիչ էլ ես եմ, մի լցնողել ժամանակին ես եմ եղել, ասում եմ, այնպես չի ես ասու գառ եմ, բայց արդեն այս քանի տարի է հասկացա, որ եթե ամեն մեկս մեր հերթին տիրություն անենք, ամեն ինչն շատ լավ կլինի։ Քաղաքապետարանից եւս ընդգծում են, հարակից տարածքների բնակիչներն ունեն իրենց պատասխանատվությունը։
հիմնականում, ասենց ասեմ, հարակից ապրող բնակիչները այդտեղ աղբ են թափում։ Ու տարատեսակ աղբ են թափում, բազմատեսակ աղբ են թափում, ասենք կոշտ կենցաղային իրեր, մատրասներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, փափուկ կահույք, ամեն ինչ գցում են այդ գետերի մեջ։ Բնակիչները վստահ են, եթե գետի հունը խորացվի եւ աղբը հեռացվի, վարարումները կկրճատվեն։ Գոտը ահա որ ամանավանդ ամռանը։ Սրա փոշին է մեր օգուտը։ Ուտում ենք ամեն օր։ Փոշին, զիբիլը, դες հիմա այն տատար ցեմենտի մեշոկները, սա էս այգու մեջ է լցված։ Շփրդում են վերևից ներքև։ Եթե գարնանը խնդիրը վարարումն է, ապա ամռանը գարշահոտությունը։ Բացի այդ, տարածքում հաճախակի են ջրի անջատումները, հոսանքի տատանումները, իսկ վերջին շրջանում նաև շինարարական փոշին։ Տարիներ շարունակ կուտակված խնդիրների այս շղթան դեռ լուծում չի ստացել։ Շատ երևանցիներ նույնիսկ չգիտեն Ավանից մինչև Շենգավիթ ձգվող այս գետի մասին։ 2007-ից հետո, երբ փակվեց գետի շնչառությունը, գետառը կարծես թաքուն կյանքով է ապրում, տեսանելի միայն նրա ափերին ապրողների համար։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մի քանի օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ հաջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում բերման ենթարկված Վաղինակ Ղազարյանին եւ Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանության, իսկ Բաղումյանը ոստիկանին դիմադրելու եւ խուլիգանության համար։ Ուժեղ Հայաստանը տեղի ունեցածը որակում է քաղաքական հետապնդում։ Խաղաղ ակցիա անող մարդկանց այդ տիպի վերցնել, քաշքշել մարմնական, մեր Վաղինակը մարմնական վնասվածքներ է ստացել ու մարմնական վնաս դուժողին, փաստով դուժողին տանում են կալանքի, դա աբսուրդի ժանրից է, բայց առիթը կօգտագործեմ ու կասեմ, որ թող իմանան, բազմիցս նշել եմ, որ նմանատիպ փոքրիկ բաներով մեզ չեն վախեցնի, մեր հանրությանը բաց չեն վախեցնի, անցած անգամ էլ կոչ արեցի իրենց խաղաղվել, հանգստանալ եւ հանգստանալ, այս պայքարը հանուն մեր Հայաստանի Հանրապետության պայքարը, այս պայքարը հանուն մեր հայազգի, մեր պետականության ու մեր առհասարակ մեր հայի երեսի ու հայի ուժ մեջքով կանգնելու պայքարը։ Իսկ շաբաթ օրը ձերբակալված Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լուպուտյանին ազատ են արձակել։ Առաջադրվել է 2 մեղադրանք, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոց։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեռևս որոշում չունի մասնակցելու է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե ոչ։ Նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ճեպազրույցում նշել է, որ այս պահին նման բանակցությունների կոնկրետ ծրագիր չկա։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները բավարար լրջություն չի ցուցաբերում դիվանագիտական գործընթացը շարունակելու հարցում, իսկ Թեհրանը իր պահանջները հստակ ձևակերպել է եւ դրանցից հետ չի կանգնելու։ Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ մոտենում է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ժամկետի ավարտը։ Մինչ այդ հայտնի է դարձել նաեւ, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները պատրաստվում են մեկնել Իսլամաբադ Իրանի հետ հնարավոր բանակցությունների հերթական փուլը սկսելու նպատակով։ Մինչ դիվանագիտական զարգացումները շարունակվում են, Իրանից տեղեկություններ են ստացվել նաեւ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին։ Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Ազիզ Էբրահիմպուրի, Խամենեին ոտքի թեթև վնասվածք է ստացել ԱՄՆ-Իսրայել ավիահարվածների ժամանակ իր նստավայրում։ Պաշտոնյայի խոսքով տարածված տեղեկությունները, թե Մոջթաբա Խամենեին ավելի ծանր վնասվածքներ է ստացել, չի համապատասխանում իրականությանը։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զարա Սարգսյանը։ Իրանը հրաժարվել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններից։ Մինչ այս Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 20-ին ամերիկյան պատվիրակությունը կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ Իրանի պատվիրակների հետ բանակցությունների համար։ Ըստ նրա, Վաշինգտոնը Թեհրանին առաջարկում է արդար եւ ողջամիտ գործարք։ Հուսով եմ նրանք կընդունեն այն, քանի որ եթե չընդունեն, Միացյալ Նահանգները շարքից կհանի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Հերիք է ինչքան բարի եղանք, հավելել է նա։
Թեհրանը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը ցանկացած պահի, հայտարարել է բանակցությունների առաջին փուլում Իրանի պատվիրակությունը ղեկավարած երկրի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Խալիբաֆը։ Միացյալ Նահանգների եւ Իսլամական Հանրապետության միջև հայտարարված հրադադարի ընթացքում Իրանը ձեռքերը ծալած չի նստել։ Երկիրը համալրել է իր հրթիռային կայանքների եւ անօդաչու թռչող սարքերի զինանոցը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։ Լատվիայի եւ Լիտվայի իշխանությունները թույլ չեն տա Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ինքնաթիռին իրենց օդային տարածքով թռչել Մոսկվա մայիսի 9-ի ռազմական շքերթին մասնակցելու համար, հայտարարել է ինքը Ֆիցոն։ Լիտվան եւ Լատվիան արդեն տեղեկացրել են մեզ, որ թույլ չեն տա մեզ թռչել իրենց տարածքով դեպի Մոսկվա։ Ես անպայման կգտնեմ այլ երթուղի, ինչպես որ արեցի անցյալ տարի, ասել է Սլովակիայի վարչապետը Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ դատապարտել է Միացյալ Նահանգների որոշումը երկարաձգել ժամկետը, որի ընթացքում Ռուսաստանին թույլատրվում է նավթ վաճառել, չնայած արևմուտքի պատժամիջոցներին։ Այս քայլը նշանակում է, որ երկրները կարող են մինչև մայիսի 16-ը ռուսական նավթ եւ նավթամթերք գնել։ Կիրակի օրն իր ելույթում Զելենսկին ասել է, որ ռուսական նավթի համար վճարված յուրաքանչյուր դոլար գումար է Ուկրաինայում պատերազմի համար։ Եվ վերջում Չինաստանում անցկացված վազքի մարաթոնի ընթացքում ռոբոտը գերազանցել է մարդուն վազքի արագությամբ։ Կայծակ անունով ռոբոտը 21 կիլոմետր տարածությունը հաղթահարել է 50 րոպե 26 վայրկյանում, առաջ անցնելով մարդու սահմանած համաշխարհային ռեկորդից, որը 57 րոպե է։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։